պատերազմների մասնակից։ Խնդրեմ, պարոն Բազեյան։ Շնորհակալություն, նախ ուզում եմ մեր ժողովրդին մեկ անգամ ևս շնորհավորել ֆաշիզմի դեմ հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի հիմնադրման հետ կապված։ Դրանք մեր համար ուրեմն տոնական օրեր էին, ամեն տարի մենք եռատոն ենք նշում։ Այս տարի ևս մոտավորապես այդպես եռատոն նշեցինք, բայց ցավում եմ, որ այսօր Արցախը մենք կորցրել ենք եւ Արցախի բանակը գոյություն չունի։ Ամեն ինչ ժամանակավոր է, ոչինչ հավերժ չէ։ Այսօր Արցախը մերը չէ, մոտավորապես 28 տարի մերն էր, Արցախը նորից լինելու է մերը։ Մենք հզորացնելու ենք մեր բանակը եւ ազատագրելու ենք թշնամու կողմից բռնազավթված Արցախն ու մեր հայրենիքի մյուս հատվածները։ Բայց այդ խնդիրը լուծելու համար ես նորից շեշտում եմ, ամենտեղ ասել եմ, որպես միջոց պետք է հեռացնել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Գործող ապազգային թուրքամետ իշխանությունը մեր փառավոր, մեր հաղթական, մեր տաղանդավոր ժողովրդին տարավ համապատրաստից պատերազմի, մեր ժողովրդին մատնեց պարտության եւ Արցախը հանձնեց Թուրքին։ Ուրեմն բնականաբար այս իշխանությունից ազատվելու համար անհրաժեշտ է լայն համախմբում, որի համար մենք աշխատում ենք, որի համար մենք ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը, որը իր վերջ ներառում է մի քանի տասնյակ ազգային ընդդիմադիր առողջ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, մշակութային ու մարզական միություններ, հայրենակցական միություններ, միավորումներ ձևավորված ազատամարտիկների կողմից, բացի երկրապահից, որովհետև երկրապահի վերնախավը այսօր իշխանության հետ է, իշխանության հենարաններից մեկն է դարձել, բայց շարքային շատ անդամներ բնականաբար մեզ հետ են։ Ձևավորելով այդ միավորումը մենք Հայաստանի բոլոր համայնքներում եւ Երևանի համայնքներում ու բոլոր քաղաքներում շուտով ձևավորելու ենք տարածքային կազմակերպություններ, տեղական կառույցներ եւ մի գեղեցիկ օր ամբողջ Հայաստանում մեկ ոտքի ենք հանելու մեր ժողովրդին ու հեռացնելու ենք այսօրվա ապազգային թուրքամետ իշխանությանը։ Այսօր եւս մի տեղեկատվություն եղավ, Գյումրիում ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղիկյանին իր քննադատության համար դատական իշխանությանը։ Ուրեմն մեր իշխանությունները իրենց վախից տառապում են զառանցանքով։ Անդադ իրենց թվում է, թե ինչ-որ խմբեր են ձևավորվում, որոնք փորձում են ներթափանցել կառավարության շենք մի քանի հոգով, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին, այդպես են իրենք ձևակերպում եւ բռնազավթել իշխանությունը։ Ընդ որում մի անգրագետ ձևակերպում են տալիս, մոտիվացիան հետեւյալն է՝ վարչապետի հետ ունենալով գաղափարական թշնամանք։ Այդպիսի ուրեմն մեղադրանքով ձերբակալված է ազատամարտիկ Արթուր Վարդանյանը, ընդդիմադիր քաղաքական կուսակցություն հիմնադրած, տնային կալանքի մեջ է Արագած Ախոյանը ու ելի մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Այս իշխանությանը հեռացնելուց հետո Հայաստանում ձևավորվել է իրական արդարադատություն, քաղաքացիների իրավահավասարություն, օրենքի գերակայություն եւ ազատ են արձակվելու մեր բոլոր ապօրինաբար կալանավորված հայրենակիցները։ Իսկ ինչ վերաբերվում է առաջիկայում ինչ ենք մենք անելու, բնականաբար նոր իշխանություններից նոր ձևավորված մեկ անկալելու ենք, որ նրանք կատարելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի գլխավոր դրույթը բանակի հզորացումն է։ Նիկոլը մեր պետությունը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակը ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների աշխատավարձերը բարձրացրել է, տարին մի քանի անգամ մեկ աշխատավարձի չափով տալիս է նրանց պարգևավճարներ, որպեսզի ծառայեն իրեն, այսինքն ծառայեն իշխանությանը, ոչ թե մեր հայրենիքին։ Ուրեմն բնականաբար ոստիկանապետությունից մենք պետք է վերածվենք ռազմականացված պետության։ Ամեն ինչ պետք է դնենք բանակի հզորացման վրա։ Կարգավորենք մեր հարաբերությունները մեր պոտենցիալ արտաքին դաշնակիցների հետ եւ նրանցից ունենալով ռազմաքաղաքական աջակցություն, հզորացնելով մեր բանակը, ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթված մյուս տարածքները։ Նորից եմ կրկնում, որևէ բան հավերժ չէ։ Յուրաքանչյուր ժողովրդի մոտ լինում են անկման փուլեր եւ վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլական իշխանության ժամանակը մեր համար անկման ժամանակահատված էր։ Գալու է վերելքի
շրջանը։ Եվ ուզում եմ իմ խոսքերը վերջացնել ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերով. «Գեցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բազեյան, իսկ դուք ասեք Արցախի որ տարածաշրջաններում եք մասնակցել ազատագրական մարտերի եւ որտեղ եք վիրավորում ստացել։ Վիրավորումը ստացել եմ ուրեմն Կիչան, Սրխավենդ, ուրեմն Սրխավենդը ադրբեջանական գյուղ էր, Կիչանը մեր հայկական գյուղն էր։ Այդ տարածքում եմ ստացել վիրավորում պատերազմի ժամանակ, գնդակային 2 վիրավորում աջ ոտքի սահմաններում, հիմա հաշմանդամ եմ պատերազմի, իսկ ինչ վերաբերում է եղել ենք եւ Մարտակերտի շրջանում, եւ Ասկերանի շրջանում, եւ Հադրութի շրջանում, բոլոր շրջաններում եղել ենք։ Նիկոլ Դուման ջոկատը կամավորական ջոկատը ես հիմնադրել եմ 90 թվականին, մասնակցել ենք բոլոր շրջաններում ազատամարտի, բացի դրանից նաեւ մեր բանում Հայաստանի սահմանամերձ գոտիներում Կապանում եւ այլն մասնակցել ենք։ Բնականաբար դիմավորել ենք հաղթանակը մեծ ուրախությամբ ու ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով մենք այսօր այդ ամենը կորցրել ենք, որը ես կրկնում եմ ժամանակավոր է, ոչինչ հավերժ չէ։ Ասված խոսք է, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ դեռ վերջը չէ։ Կարևորը չհուսահատվելն ու չհանձնվելն է։ Մենք չենք հուսահատվելու, չենք հանձնվելու, մենք անպայման հզորացնելու ենք, նորից եմ շեշտում, մեր բանակը եւ ազատագրելու ենք Արցախը։ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 70 տարի։ 21 թվականին ռուս-թուրքական համաձայնագրով թողնվել է Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ, 91 թվականին Արցախի մեր հայրենակիցները Խորհրդային Միության բոլոր օրենքներին համաձայն, Սահմանադրությանը համաձայն հանրաքվեով հայտարարել են իրենց անկախությունը Ադրբեջանից։ Եվ ներկայումս մենք այս վիճակում ենք հայտնվել գործող ապազգային թուլամորթ իշխանության գործունեության հետևանքով։ Իհարկե, շնորհակալություն, պարոն Բազեյան։